30 վայրկյան էկրաններին, միկրոֆոնը միացրեք։ Արման Թաթոյանին եմ ուղում, Արման Թաթոյանը գալիս է, արդարությունը գալիս է կարգախոսով, ուզում հասկանամ ինչպես կարող է մարդը լինել Սերժ Սարգսյանի մաֆիական ռեժիմի մաս, լինել իր օրոք մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ արդարադատության փոխնախարար, եւ այստեղ խոսվեց հաց բերողի մասին, դրանից առաջ շատ ավելի էական իրողություններ են տեղի ունեցել Ավետիսյանների սպանության ժամանակ գյումրեցիները ուղղակի արդարություն էին աղերսում, իսկ դրանից առաջ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին կանացի հագուստով բերում էին ու խայտարակում էին մեր պետությունը ու պետությունը անարձագանք էր թողում այդ իրողությունները, ել չասած դրանից առաջ քաղաքական հետապնդումները, սպանությունները, բանտարկությունները, որտեղ դուք Մեկ րոպե, պարոն Թաթոյան։ Հետաքրքիր է, որ Արման Բաբաջանյանը նույն իշխանության չնայած իմ համար տարբերություն չկա, Արման Բաբաջանյանը նույն իշխանության թևի մարդն է, ՔՊ թե իմ համար տարբերություն չկա, նույն խոսույթն է օգտագործում ու շատ տարօրինակ է։ Մի րոպե, չընդհատեք, ասեք թող չընդհատի, մյուս անգամ չընդհատեք։ Հարգենք իրար, դուք արձագանքելու իրավունք կունենաք, լսենք մեկ րոպե, հետո դուք արձագանքեք, խնդրեմ պարոն Թաթոյան։ Երբ ես խոսում եմ, մյուս անգամ ինձ չընդհատեք։ Մեկ, երկրորդը այդ շատ տարօրինակ է, որ օրինակ Ադրբեջանի ներկայացուցիչ, երբ որ իշխանությունը կարա հանդես գա, պահանջները կատարի, ոչ մի բան այստեղ չի ասվում։ Նույն հենց Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդը, եւ ակնհայտ իմանալով, որ դուք կեղծիք եք տարածում։ Երկրորդը, հացբերողի հետ կապված նորից եմ ես ասում։ Ես շատ ցավում եմ, որ մահ ա եղել, բայց դուք պետք է իմանաք ումից ինչ եք ակնկալում։ Ես բացարձակ ամեն ինչ կատարել եմ, ամեն ինչ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատվության շրջանակում։ Բոլորը դրա չընդհատեք մյուս անգամ։ Եվ բոլորը դրա մասին գիտեն, Ավետիսյանների, մյուսների գործով ես չեմ եղել մարդու իրավունքների պաշտպան, լավ կլիներ գնայիք նայեիք օրենսդրությունը։ Եվս մի հարց կա կներեք պատասխանեմ ռուսական այդ ֆինանսավորման, դա բացարձակ կեղծիք է, այդ հարցը բարձրացվեց, բացարձակ Նիկոլ Փաշինյանը բացարձակ կեղծիք է դա, որ տարածում են կեղծ կասկածելի կայքերից, որ մտնում նայում ես ընդհանրապես արհեստական բանականությամբ ու Բաբաջանյան ձեր արձագանքի Ես կարծում եմ, որ որպես մարդու իրավունքների պաշտպան դուք կգնայիք կանգնեիք, մնայիք այդ խցում Արթուր Սարգսյանի, մինչև որ կյանքը կարողանայիք դուք եք սպանել Արթուր Սարգսյանին, դուք եք խորդորում, որ չընդհատի։ Իսկ դոսիեի մասով այստեղ խոսվեց, որ Թաթոյանը Եվրոպա մեկ է, Թաթոյանը լռեք, որ լսենք, պարոն Թաթոյան։ Ռուսաստանի համար դոսիեի բացահայտումը դրա ապացույցն է, որ Կրեմլի պահուստային թեկնածուն է, այն ուրեմն Վակ Խանալյայի, որի մաս են կազմում ուժեղ Հայաստանը, այսպես Հայաստան դաշինքը, Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, այս տրիո չի իրականում, իրանք բոլորը մակաբույծներ են, իրար ձագերով, իրար բառերը էս ինչ է օգտագործում։ Անջատեք Արման Բաբաջանյան, չի կարելի վիրավորել 100 անգամ ասել։ Իմ տեղը մի խոսացեք, ես ասում եմ դա, պարոն Թաթոյան։ Ես ասում եմ։ Ձայնի բարձրացրեք։ Ես չեմ բարձրացնում, դուք իմ տեղն եք խոսում, նրանք ստեղ անջատեք, չի կարելի վիրավորել, 1000 անգամ խնդրեցիք։ Կիրառեք, դա չի ազդում։ Այլ սանկցիա կա։ Պարոն Բաղդասարյան, եկեք չմեկնաբանենք եւ ժամանակը չծախսենք ձեր հարցերի վրա։ Վիրավորանքներ։ Պարոն Թաթոյան, հիմա խոսում եք, խնդրեմ։ Պարոն Սարգսյան, Ուրեմն դուք ինչ-որ բան ունեք ասելու, թե չէ։ Ինչ առումով։ Մի րոպե ես պատասխանեմ նոր, էլի Խնդրեմ, շարունակեք։ ներեցեք պատասխանեմ, շնորհակալություն։ Ուրեմն մեկ ընդմիշտ այս հարցը փակելու համար, այս Վակ Խանալյա, այս տերմինոլոգիան էս կեղտոտ, որ օգտագործում է անընդհատ։ Խոսքը ուրեմն Միխայիլ Խադարկովսկու, մեկ էլ արհեստական բանականությամբ ստեղծված կասկածելի ծագման աղբյուրների կայքերի մասին է։ Մեկ, որի համար հələ պատասխան են տալու այս տարածողները, եւ երկրորդը Վակ Խանալյա, իշխանական Վակ Խանալյայի մեջ եղած կուսակցությունը իրավունք չունի մեղադրել մեկի, ով երբեք ընտրական process-ի էլ հիմա այո արդարությունը գալիս է մեր երկրում վերականգնելու ու մյուս անգամ չփորձեք ինձ ասել սուպերխոսում ընդհատեք այս մարդուն կանոնները պահեք այլ արտահայտվողներ կան պարոնայք այո եւ հասն այն է որ հացբերողի հետ կապված կեղծ փորձաքննություն է արվել եւ դրա հետ կապված քրեական գործ եւ դատավարություն կա եւ նշված անձը այդ ժամանակաշրջանում եղել է արտադատության նախարարի տեղակալ, որը պատասխանատու է այդ թվում փորձաքննությունների համար եւ եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ հետեւական չի եղել։ Այս նույն մարդը կեղծ տեղեկությունա տարածել, թե Ադրբեջանում ադրբեջանցիների վերադարձի համար ID քարտեր են բաժանում։ Այս նույն մարդն է բաժանել եւ պարզ է, որ քաղաքացիական հասարակության բացահայտումներին, որ ավելի քան տասնյակ
թիվը չեմ հիշում գրասենյակներ ըստ էության ստվերային ֆինանսավորման արդյունքում է եւ այսօր էլ բացահայտվել է թե ինչպես են օտարերկրում ասում որ իրեն պահում են որպես երրորդ երկրի երեքամետ տեխնացու այդ ամեն ինչին չի պարզաբանել հասկանալի է արձագանքեք կեղծիքների տարածման առանցքային աղբյուր Հայաստանի Հանրապետությունում նախ ես գիտեի որ ակնկալում էի որ այսպես լարված է լինելու ես Վարերյանա եմ Եկեք թույլատացնող Չեղավ բանթաթ Մի րոպե, այստեղ մի հատ հարց առաջանում նախ պարոն Փաշինյան ձեռը մյուս անգամ Եթե ջուր չունեք կարամ տամ որ վերջացրեք բանթաթը Ձերը ձերի մյուս անգամ ին վրա այտենց չտնկեք Հիմա դուք մատուն վրա եք Դուք եք ձեռքով խոսում Շատ լավ, հիմա ես ներեցեք, հիմա ես թույլ տվեք խնդրում եմ անդրադառնալ Շատ լավ Վերջ բան Փաշինյան վերջ Տվեք ես Վալերիական ես Շատ լավ Հիմա թույլ տվեք ես անդրադառնամ Ինձ մոտ ես խմեմ Թույլ տվեք ես անդրադառնամ մի րոպե Առաջինը այդ կեղծ աղբյուրներից որ տարածվում է ինֆորմացիան ուրեմն հələ տարածողները ենթարկվելու են պատասխանատվության այդ տարածողը հենց ԿՊ-ի նույն անդամը իմ համար երկրորդը ես Արտուր Սարգսյանի ժամանակ ոչ եղել եմ արդարության նախարարի տեղակալ եւ այո ես ամեն ինչ արել եմ դուք եք հիշում դուք շատ լավ գերբիք դիտավորյալ մոռացության եք տալիս ոնց եք ինձ զանգում խնդրում երբ մենք ամեն օր գնում էինք ինֆորմացիա բերել իրավունքները պաշտպանելու ինչ ինֆորմացիա տանք որ դուք հայտարարություններ անեք ձեր համար իսկ ես բացարձակ ամեն ինչ արել եմ բացարձակ ամեն ինչ արել եմ Պարոն մի գոր գրացեք չի լսում Պարոն Թաթյան հասկացանք Նարեկ Կարապետյան խնդրեմ Բայց ես բացի ինձ Հետո դες ինքն էլ վաղուց Էլի կավելացնենք ժամանակ որտեղ ձեր քրշ ինձ էլի խնդրում եմ ժամանակ տվեք Պարոն Թաթոյան ես ուզում էլ եմ ձեզ ասեմ հազարավոր մեր հայրենակիցներ սպանվել են կտանքի են ենթարկվել այս մարդիկ ոչ բան չեն արել դրա մասին խոսացեք ասեք ինչեր է եղել ինչքան հայ է դժվել Պարոն Թաթյանը ինքը խոսάει տեղը մի անան պատմեք բոլոր տվյալները դուք ունեք ներկայացրեք Պարոն Կարապետյանի ներեցեք մի բան էլ ու վերջ ներեցեք մի բան ու վերջ Ես պարոն Փաշինյանը խոսում այդ դեպքերից Սոնա Մնացականյանի մահը հիշեմ որ ծածկադմփոց արեց հղի աղջկան ուր են ռադիոսարքերը ինչի չեն ներկայացվել փորձակնության որովհետև ձեր հավանական մեղքի պատասխանատվության հարցը միակ քարոզարշավն է որի ընթացքում մարդը Պարոն Թաթոյան լավ փոխություններ խոսան Էդմոն Մարուկյան Կարճ անդրադարձ Սիրելի հայրենակիցներ Կարճ անդրադարձ անեմ Էդմոն Մարուկյանն է խոսում Սիրելի հայրենակիցներ Մենք ակադեմիական քաղաքի ծրագիրը չեղարկելու ենք Բուհերը մնալու են Երևանի կենտրոնում Ուսանողները պետք է այստեղ սովորեն պետական կառավարման մարմինները տեղափոխելու են ակադեմիական քաղաք Դե բա ինչ է թեմայի հետ կապված ինչ ասեմ իմ ծրագրերն եմ Դե չունեք ես թեման եմ քննարկում Սուրեն Պետրոսյանն է վաղուց ուզում խոսել ուրեմն ասված է այդ կապված ես կարող եմ Բայց թեմայի հետ կապված Սուրեն Պետրոսյանը հետո Նիկոլ Փաշինյանը հետո Գուրգեն Սիմոնյանը Արնայք էլի ունենք ժամանակ դեռ ունենք Խնդրեմ Նիկոլ Փաշինյան ով է Ես Պարոն Պետրոսյան դուք սկսեք Բոլորը հավասար խոսում են Ես ի տարբերություն մնացածի հարգում եմ բոլորի եւ պահանջում եմ ինձ իմ ձայնն հարգել Հարգելի մասնակիցներ Այնպիսի տպավորություն է որ մեր բանակցությունը կամ մեր խոսույթը ուղղված է մեկս մյուսին ոչնչացնելու եւ ոչ թե մեր նպատակների մասին Ցավով եմ նշում բայց այս ընթացքում միակ հարցը կոնցեպտուալ օրենչել է իմ կողմից եղել ապագայի վերաբերյալ մեխանիզմների վերաբերյալ որը մինչ այս պահը մնացել է անպատասխան պարոն Փաշինյանի կողմից վերջի վերջո խնդրում եմ կարող եմ արդյոք ես այդ հարցի պատասխանը ստանալ անվտանգային մեխանիզմների մասին իմ հարցիկ վերաբերյալ Հիմա հենց Նիկոլ Փաշինյանի սկսեմ վերջից առաջինը ամենակարևորը ներողություն տվեք պատասխան հաջորդը ինձ տվեք պատասխան հարցին պատասխան չի եղել առաջինը այն ինչ ցույց դրեցինք մայիսի 28-ին ռազմական հստակ բալանսի ձևավորում երկրորդը խաղաղության խաչմերուկ երբ որ Հայաստանի Հանրապետությունով անցնում են արևմուտքից արևելք հյուսիսից հարավ եւ հակառակ ուղություններով ապրանքներ, ծառայություններ եւ միջազգային հանրությունը ավելի քան շահագրգռված է այդ կապուղիների կայունության վրա։ Երրորդը լեգիտիմությունը միջազգայինորեն ճանաչված սահմանի
վրա եւ տարածքի վրա հիմնված քաղաքականությունները եւ ռազմավարությունները։ Չորրորդը երկարատև կանխատեսելիությունը, որ մենք մեր ռազմավարությունները կառուցում ենք մեր միջազգայինորեն ճանաչված սահմանների եւ տարածքի մեջ եւ ոչ թե ասում ենք, որ այ սպասեք, մենք հեսա կուժեղանանք թաքուն եւ մեր բոլոր հարևաններին ծնկի կբերենք։ Այդ դեպքում մեզ ոչ մեկը թույլ չի տա, որ մենք Նախ այստեղ արձանագրվեց, որ հանցագործներով լեցուն է եղել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բոլոր ժամանակների։ Հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ, թե մարդը հանցագործություն է անում, օրենքն էլ այնպես պետք է գրի, որ համաձայն այդ օրենքի ինքը հանցագործ չի։ Նշանակում է պետք է արդարությունը վերականգնելու ալտերնատիվ մոտեցումներ կիրառվել, լուստրացիա պետք է արվել։ Հետո արձանագրում եք, որ այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնիստներ կան։ Ինչ են նրանք մասնակցում ընտրությունների առհասարակ։ Ինչի է թույլատրվել, որ օտար երկրյա պետությունների կոլաբորացիոնիստը, որը արձանագրված է պետությունները պետական մարմինները այդ փաստերը ունեն, մասնակցեն համապետական ընտրություններին։ Եվ հետո միայն սպառազինությունով չի։ Մոբիլիզացիոն ռեսուրսը չեք միջև այսօր կառավարելի չի։ Համապարփակ անվտանգության մեթոդները կիրառված չեն, էշելոնացված պաշտպանությունը չկա, պաշտպանական անվտանգային քաղաքականությունը պատշաճ իրականացված չի։ Սպառազինությունը դա վերջին կետն է, որին դուք պետք է գայիք հասնեիք։ Ես պիտի արձագանքեմ, ժամանակը սպառվել։ բայց ինձ վարքան արագ արձագանքեք, որ դրա համար է հարցում, եթե հարցը ժամանակ պետք է թողնենք նախ պարոն արձագանքել։ Սիմոնյանը ընդհանրապես գաղափար չունի մեր պաշտպանական համակարգերի մասին։ Ես էլի հրավիրում եմ Մեկ րոպե բոլորին, գրեք պապ, բոլոր միայն արձագանքի ներկաներին համար։ հրավիրում եմ եւ տանեմ գետնի վրա ցույց տամ այն ինչ որ դուք ասում եք, որ գոյություն չունի։ Մեկ րոպե Հաջորդ ես դաս եմ տվել։ Պարոն Սիմոնյան, վերջ, պարոն Սիմոնյան։ Շատ լավ դաս եք տվել, բայց չեք տիրապետում։ Մեկ րոպե էկրաններին։ Եվ կոլաբորացիոնիստները չեն մասնակցում ընտրություններին։ Կալուգացի օլիգարխը այսօր ոչ պատգամավորի տեխնացու, ոչ վարչապետի տեխնացու։ Ինքը ընդհանրապես ընտրությունների մասնակից չի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարը պետական դավաճանության հոդվածով գտնվում է կալանքի տակ։ Եվ պետությունը իր ընտրակաշառատուները ձերբակալված են, ընտրակաշառ ստացողները ձերբակալված են։ Վերջապես Արարատյանի լրություն, պարոնակ, մարդկան ընդհանրապես չի խոսացել։ Սարգսյանը վաղուց չի խոսել, այդպես արդեն։ Ինչ։ Ես էլ վաղուց։ Դուք վաղուց խոսել եք, պարոն Սարգսյան։ Կես հաջորդի վրա։ Արա, պարոն Սարգսյան, սկսեք։ Որ լռենք խոսեմ աղջիկ։ Լրություն։ Որ Հայաստանում ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի մեջ կա երագլուխ հրեշ, ես սպիտակների կողմնակից չեմ, ուղղակի վարչապետի ասածն եմ ավելացնում, եւ որ դա երագլուխ չի, բազմագլուխ է, եւ որ այդ հրեշի առնվազն երկու կուսակցություն արտաքին քաղաքական խոսույթ են կիրառում, դա միանշանակ փաստ է, եւ այդ արտաքին քաղաքական խոսուրդ կիրառել են նույնչափ ազգային անվտանգության ռիսկեր ներկայացնում, եւ այդ մասին մենք բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք պարոն վարչապետին, որ այդ կուսակցություններին չպիտի թույլատրել ընտրություններին մասնակցել։ Էդմոն Մարուքյանի հարցի իրավունք։ Պարոն Մարուքյան, ձեր հարցը։ Լրություն։ Պարոն Մարուքյան, անջատեք երկրորդ համարի ձայնը։ Ձայնը անջատեք երկրորդ համարի։ Քննարկմանը ձեզ կտանք առաջնահերթություն։ Լավ։ Ում եք հարց տալիս, պարոն Մարուքյան։ 30 վայրկյան։ Փաշինյանին։ Ուրեմն հարցս հետևյալի մասին է, սիրելի հայրենակիցներ։ Երկու շաբաթ առաջ Փաշինյանի պաստառը փոկելու համար հոգեբուժարանում մարդ է մահացել։ Խոսում ենք հազբերողի մասին, հա, հազբերողի գլուխը կերել են, սպանել են, բոլորս գիտենք, պետքա պատասխան տան 8 տարի է վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թող բռնեին, դատեին, պատասխան տային, չի արել, հիմա եկե ասում է, ուզում է էլի ինտերվյու որ էլի անի, պետք է չընտրվի, արդեն ինքը իր ժամանակը սպառել է, չի արել։ Հիմա հարց